Անցած շաբաթ կիրակին այնքան բուռն ու ծավալուն էր քաղաքական հայտարարությունների իմաստով, որ այդ ընթացքում կհասցնեիք Netflix-ի սերիալներից մեկի մի ամբողջ սեզոն դիտել։ Մոտ 7 ժամ է տևել երրորդ եւ մոտ 1 ժամ երկրորդ նախագահների հարցազրույցները։ Սակայն ձեր ժամանակը խնայելու համար մենք կարևոր մտքեր ներկայացնում ենք 5 րոպեում։ Ստեղծեցին իդեալական պայմաններ պատերազմ սկսելու համար։ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հիմնական մի քանի պատճառ են ընդգծում, թե ինչու Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ։ Երկու նախագահների խոսույթում էլ բանակցային գործընթացի փակուղի մտնելն էր։ Նրանք մեղադրում էին Նիկոլ Փաշինյանին դա անելու համար, ինչը ուղեկցվեց դաշնակիցների հետ հարաբերությունների վատացումով եւ բանակի մարտունակության անկմամբ։ Բանակցային գործընթացի ձախողումը բերեց նրան, որ ոչ մեկը չդատապարտեց Ադրբեջանին, մեր կողքին ոչ մեկը չկանգնեց։ Ամենայն դեպս հրապարակային։ Բանակը թուլացած էր, ուրեմն պատերազմում հաղթելու հավանականությունը շատ ավելի մեծացավ, քո դաշնակիցների հետ հարաբերությունները փչացրել ես, ուրեմն իրենց ուղղակի միջամտության հավանականությունը եւս փոքրացավ։ Հիմա այդ քայլեր կարող են անել միայն անպատասխանատու մարդ։ Կամ եթե դա չի արվել դիտակցաբար, այսպես ասենք, պատերազմը հրահրելու համար։ Ոչ, դաշնակիցներն էլ էին 3 մատի կոմբինացիա ցույց տալիս, մատնացույց անելով երկու հանգամանք։ Առաջին ՀՀՀ անդամ լինելը, երկրորդ այն, որ տրամադրվող միջոցները կարող են տեղակայվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք չհանդիսացող տարածքներում։ Մենք էլ որտեղից ինչ հնարավոր էր դա էինք փորձում ձեռք բերել, փորձում արդիականացնել։ Իդեպ այդ պահին Հայաստանի Հանրապետությունում գործող ամենաբարձրաստիճան ձեր նշանակած զինվորականների խորհուրդներին ու ռեկոմենդացիաներին ի պատասխան։ Նախկին առաջին դեմքերը նաև հիշեցնում են, որ պատերազմի հանգամանքները քննող մի ամբողջ հանձնաժողով էր ստեղծվել ազգային ժողովում, որի եզրակացությունը սակայն այդպես էլ չներկայացվեց խորհրդարանում։ Ինչու Ադրբեջանը պատերազմ սկսեց, երրորդ նախագահն իր մյուս վարկածն է ասում։ Ադրբեջանական եւ թուրքական հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին եւ տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավականին ընկել էր։ Փաշինյանը երրորդ նախագահի պնդումներին իրեն բնորոշ լեքսիկոնով է արձագանքել։ Իմացել ես, որ բանակի փոխարեն Բաքից շլանգով բենզին ու սալյարկա քաշելու համակարգ ունես 2018 թվականի դրությամբ եւ ոչ թե բանակ։ Սերժ Սարգսյանը մի քանի այլ պատճառներ էլ է առաջ քաշում պարտության համար, ասում է մոբիլիզացիան լավ չի արվել։ Հետո իրենց հետ համագործակցություն չի գնացել, օրինակ Արայիկ Հարությունյանը իրեն չի ընդունել, անգամ երբ վատ կանխատեսումներ կային։ Չեմ կարծում, որ ինքը ընդհանրապես ընդունակ է խորհուրդ լսելու։ Չեմ կարծում։ Ամենից անհասկանալի կետը ինձ համար հոկտեմբերի 18-ին, թե 18-19-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մերժեց պատերազմը կանխեցնելու ռուսական առաջարկին։ Ադրբեջանը համաձայն էր եւ Նիկոլ Փաշինյանը մերժեց։ Մերժեց հստակ իմանալով, որ պատերազմը պարտվելու է, որովհետեւ գլխավոր շտաբը զեկուցել է ուղղակի, որ պատերազմը շարունակելու ռեսուրս բանակը այլևս չունի։ Ես զարմանում եմ, ինչպես է հնարավոր մի քանի ժամում կորցնել հակաօդային պաշտպանության միջոցների կեսը։ Անհնար է։ Ինչ կա չհասկանալու, ձեր թողած հոփ համակարգը ոչ թե առանձին վերցրած միջոցները, այլ ընդհանուր առմամբ հոփ համակարգը մետալալոմ էր։ Բառից բուն իմաստով մետալալոմ։ Իսկ դաշնակիցները մեզ 3 մատի կոմբինացիա են ցույց տալիս դրանք նորացնելու հայցերին ի պատասխան։ Ձեզ էլ էին 3 մատի կոմբինացիա ցույց տվել, հակառակ դեպքում 2018 թվականի դրությամբ մետալալոմի փոխարեն այլ բան արկա կլիներ։ Բացատրությունը հետևյալն է։ Բանակի մարտական պատրաստության խնդիրներից բացի երկրի առաջին դեմքերը նաև բանակցային փաստաթղթերին անդրադարձան։ Մասնավորապես Սերժ Սարգսյանը խոսեց 2019 թվականին առաջարկված տարբերակի մասին։ Ըստ էության դա նույն փաստաթուղթն է, որի մասին Փաշինյանն ասում էր։ Ուղղված էր Հայաստանի Հանրապետության նախագահին, իսկ ինքը վարչապետ է։ Կարծում եմ, որ ինքը նախ մանրամասն չի կարողացել սկզբից տիրապետել բանակցային գործընթացին, որովհետև զուտ միայն փաստաթղթեր ընթերցելով դժվար էր համոզվել, թե այդ փաստաթղթերը ուր են տանում
կողմերին։ Ես մի քիչ այլ կերպ էի պատկերացնում։ Կարծում էի, թե տվել են փաստաթուղթ, որը ընդունելի չի մեզ համար։ Բայց բանից պարզվում է, որ այդ փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք հանգիստ կարելի էր օգտագործել։ ՍՍՆ էլի խոսել է բանակցային փաստաթղթերի մասին։ Հետ չնեղվեց բանակցային պատմության առանցքային թղթերը ներառյալ 2019 թվական դասավորել եմ։ Հիմա սքան ենք անում ու մինչև տարվա վերջ հրապարակելու եմ։ Արանքներում դնելով նաև մի քանի հրապարակային թղթեր։ Նաև քո գրած մի նամակն եմ մեջը դնելով, որ չմտածես առ եմ համարում, որ զարթնես ՏՊԼ-ին ու ՔՌ-ին էլ խաբար արա։ Հարցազրույցները միայն 44-օրյա պատերազմի մասին չէին։ Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաև օգոստոսի 8-ին կնքված փաստաթղթի մասին։ Իհարկե, ասում է, դա ավելի վատն է, քան նոյեմբերի 9-ին ստորագրվածը, բայց պետք է փորձել մեկ այլ պայմանագրով սրա կատարման երաշխիքները ստանալ։ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է երկու զրույցն էլ։ Իր համար վերահաստատել է, որ Ղարաբաղի հարցը որոշ ուժերի ձեռքում եղել է թոք Հայաստանի Հանրապետությունը մոտակա ծառից կապելու համար։ Սիմոն Հովհաննիսյան, Free Open Media։